7 ժամ այսպես իրավական գործընթացներ արեցին, այդ թվում նաև ձեր կնոջ այսպես աշխատավայրում ինչ հայտնաբերեցին, ինչ գտան այնտեղ։ Ոչինչ չգտան, ինչ պիտի գտնեին, ասենք իմ այս պիջակների գրպաններն էին հերթով մտնում ստուգում, միտեղ 15,000 դրամ կար, վերցրեցին, արգարավեցին, այս կարգի էժան բաներ, հա? 15,000 դրամ ասենք, հատուկ ծրարի մեջ այսպես կնիքով բան, չէ, ինչ գտնում էին, ասենք արտերկրից մնացած կարող են Դուբայից մի չգիտեմ 50 կամ 100 դրհամ որ մնում ա, տենց ուղղակի տանն ա մնում, այսպես վերցնում, աբսուրդային ինչ-որ։ Առաջ իշխանական падգամավորն էր Չեպազույց տալիս եւ խոսելով Ռոբերտ Քոչյանի մասին, մեզանից ժողովուրդն է պահանջել եւ այս ամեն ինչը անգամ ուշացած է, թեև Նիկոլ Փաշինյանը 2018-ից սկսած է խոսել դրա մասին, բայց միայն հիմա է իրավապահ համակարգ գործի անցել եւ ժողովրդից հասուն է սա, այսպես ասած, որ Ռոբերտ Քոչյանին բանտարկեն կամ ունեզրկեն, ինչպես հայտարարել է Արժանապատվությունը։ Գիտեք, ես սրա մասին նույն այն օրն էլ ասացի։ Ես իսկապես հավատում եմ, որ ժողովրդի մի մաս այդ պահանջը կարա ունենա, ու նաև այդ պահանջը ունի բացատրություն, թե ինչից է նաև այդ պահանջը ձևավորվել։ Այդ պահանջի մեջ ինչքան մասնաօբյեկտիվ, ինչքան նա սուբյեկտիվ, ինչքան նա այն նեգատիվը, որ տարիներ շարունակ գեներացրել են, սա ինչքան մասնաօբյեկտիվորեն, ինչքան մասնաստի վրա։ Այսինքն այստեղ տարբեր պահանջներ կարա լինի։ Ու ասում եմ մի հատ լուրջ մասը մեր ժողովրդի նաև պահանջ ունի մեզնից։ Դուք շատ լավ գիտեք լրագրողներդ ինչ պահանջ ունեն, որ մենք ինչ պետք է անենք իրանց հետ։ Տարբեր պահանջներ կարա ժողովրդի մոտ ձևավորվի, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց երկիրը, եթե ժողովուրդը հավաքվում է, որոշում է, որ ունենում է սահմանադրություն, ապրում է ընդհանուր ինչ-որ օրենքներով, սա մենք չենք կարող ամեն անգամ, որտեղ պետք է այդ օրենքը ծռել ի օգուտ ինչ-որ մի կողմի, ասել դե ժողովուրդը ամեն ինչ այսպես ոնց են ասում, ամենամեծ սրիկայությունները արվում են ժողովրդի անունից, չէ՞։ Ամեն տեղ, որտեղ դու պետք է օրենք խախտես, օրենք թեքես, ասես դե ժողովուրդն ասում, այդպես չի լինում։ Ժողովուրդ կա վերջի վերջո օրենք, կա սահմանադրություն, կա քրեական օրենսգիրք։ Եթե մենք այդ ամեն ինչը պետք է դնենք մի կողմ, այն սրիկայությունները, ապօրինությունները արվեն ժողովրդի անունից, սա արդեն երկիր չի։ Քոչարյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հնարավոր համարեց, որ գլխավոր դատախազը կգա ձեր հետևից։ Ես ընդհանուր ոչինչ չեմ բացառում, բայց ես շատ կուզենամ թող գան ու այստեղ գոնե այն ինչը հիմա քիչ առաջ է ասում, նախաքննական գաղտնիքի տակ կարողանում են պահեն, այստեղ արդեն երբ որ գա չեն կարողանալու պահել։ Ես շատ ուրախ կլինեմ, թող գան ու այդ հարցերը տանք ու բոլորի համար թող ակնհայտ լինի, ինչքան փուչ ու դատարկ է այս ամեն ինչը։ Պարոն Քոչարյան, այսինքն դուք կտրականապես, այսպես ասած, հերքում եք, որ դուք ապօրինի ծագում ունեցող որևէ ներողություն հարցս ավարտեմ, գույք ունեք, որովհետև Արդարադատության նախարարն էլ հարցազրույցներից մեկում վերջերս տրված, ասում է դե որևէ անձ իհարկե չի ընդունելու, որ ինքը ապօրինի ծագում ունեցող գույք ունի, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից թվարկում էր, օրինակ ասում էր օրանժ ֆիթնեսը ժամանակին եղել է պետական գույք, դուք մասնավորեցրել եք, դարձել եք օրանժ ֆիթնես, Ավանում գտնվող տարածքյանը ներողություն Play-City-ին, դարձրել եք էլի մասնավոր, դրանցում են ձեզ մեղադրում, հիմա դուք ապօրինի ոչինչ չունեք։ Մենք ապօրինի ոչինչ չունենք, ես սրա մասին ասել եմ, բազմիցս եմ ասել ու այն մասով, որը որ մեր դեմ այսպես հայցեր են ներկայացրել, հետապնդումներ կա, ամեն ինչ դատարանում է գտնվում, ամեն ինչ կալանքի տակ է արդեն վաղուց։ Ինժալ շատ երկար ժամանակ չի եղել, եթե նորից կրկնեմ, եթե լիներ մտավախություն, լինել գերնպատակ, այսպես ունեցվածք պահելու, այդ ամեն ինչ կարող են ժամանակին օտարել, ասում եմ, հանգիստ թողնել գնալ, ամեն ինչ մեծ հաշվով, ամեն ինչ, ինչի մեջ մենք ունենք մասնակցություն, այդ ամեն ինչ այդ ապօրինի գույքով բանի տակ է, այսինքն մենք 2023 թվականից ինքը բիզնեսը աշխատում է, բայց ամեն ինչ կալանքի տակ է։ Այսինքն նույնիսկ դու այդ տեղից չես կարողանում շահույթ ստանալ, էլի ինքը ուղղակի, հա։ Այո, ինչ որ գործունեություններ կապարակնքված է, դրա մասին չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Այդ Սիրուշո Production-ը, չէ՞։ Չէ, Սիրուշո Production-ը չէ։ Երեք կապարակնքված էր։ Կապարակնքված չի եղել։ Այստեղ ուրիշ հարց կա, որ այնտեղ մտել են այն գրասենյակը, որտեղ գլխավոր գրասենյակը որտեղ աշխատում է, բայց այստեղ իրանց խնդիրը տարածքի հետ էր։
ոչ թե պրեդոմեշի մասով բան չկա, իսկ խանութները աշխատում են։ Ձեր որ նախագահ եղած օրինակ փաստը իշխանությունը նաև իրավապահները մենք տեսանք այդ հայտարարությունը կապում են ձեր ունեցվածքի այսպես ձեռքբերման հետ, հա։ Դուք հիմա այստեղ հերքում եք, որ օրինակ ձեր անունը նախկին նախագահի որդիներ եղած, այսպես ասած, լինելը, հա, կապ ունի այդ ունեցվածքի, այսինքն որևէ նվազ գնով, իրավապահները չկարող հայտնաբերել, իշխանությունը հենց դրա մասին է խոսում, որ հովանավորչություն է եղել, հիմա դուք դա տեսեք, ես դա եղել եք, այսպես ասած, չգիտեմ, հաջողակ բիզնեսմեն, դուք եւ ձեր։ Ես հասկանում եմ ձեր հարցը, ես դրան առիթ ունեցել եմ անդրադառնալու։ Օրենքի տեսանկյունից, այո, ես դա հերքում եմ։ Այո, կարող է մեր զբաղեցրած դիրքը որոշակի առումով ավելի հետաքրքիր է դարձրել ինչ որ գործընկերներ ձեռք բերելու, ինչ որ մարդկանց հետ, այսպես հարաբերություններ հաստատելու գործնական, բայց եթե մենք սա նայում ենք այն տեսանկյունից, որ դա եղել է ինչ որ արտոնությունների տեսքով, ոչ դա այդպես չի եղել։ Գիտեք, այսօրվա հիմա 2026 թվական ենք։ Մենք շատ ժամանակ այսօրվա այսպես մեր աշխարհայացքով ընկալմամբ փորձում են վերլուծել 2000-ականները, ինչ որ դեպքերում 90-ականները, որն այդպես չի, իրականությունը տարբեր է եղել այն ժամանակ։ Թե այդ նույն հողերից որ խոսում եք, այսինքն հողեր կա, որ այն ժամանակ բացարձակ բիզնեսի տեսանկյունից ոչ մի գրավչություն չեն ունեցել։ Այսինքն եթե մի բանը պայմանական 2001 թվականին արժեցել է 10 դրամ, այսօր դա արժենում է 1000 դրամ։ Ու եթե այսօր ասում են, այ 1000 դրամանոց գույքը, բայց դա 1000 չի, դա այն ժամանակ 10 է եղել։ Պայմանական եմ վերում։ Ու այս նույն սկզբունքով նաև ինչն եմ, ես միշտ այս տարբերությունն եմ փորձում ցույց տալ, որ իրենք այս ամեն ինչ անում են ընտրողաբար։ Այսօր իշխանությանը շատ լավ գիտեք, մտերիմ մոտ կանգնած, չգիտեմ, օլիգարխ կասեք, բիզնեսմեններ կասեք, նախկին պաշտոնյաներ, գործող պաշտոնյաներ, որոնց հետ կապված նույն հարցերը չի առաջանում։ Նաև այսպես լրատվականների բանն է մշտապես, ես հասկանում եմ, նաև դա մեծ դիտումներ է ապահովում, այսպես գումարից խոսալ, սկանդալներից մնացածից, բայց ուշադրություն չի դարձնում շատ դեպքերում, որ նույն շատ ավելի ուրիշ նման երևույթներ կան, այն անձանց դեպքում, ովքեր իշխանությունը մոտ կանգնած են, մի հատ թթու բառ չեն ասում, բայց իրանց դեպքում ոչ մի հետևանքներ դա չի ունենում, ոչ մեկ եք տեսել, որ իշխանության այսպես ասած հովանում է, բայց իրենց մարզպետներից կան նման մարդիկ, իշխանության մեջ գտնվող, իրենց աջակցող, իրենց քարոզչությանը նախընտրական աջակցող գործարարներ, որոնց դեպքում իրանք չեն գնում հետ 20 տարի, 30 տարի, ասեն, այս օրինակ այս գույքը ձեռքես բերել այսքանով, ոնց է այդպես ստացվել, ինչի արդյունքում ա եղել, բազմաթիվ են նման դեպքեր, իսկապես բազմաթիվ են։ Նույն այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության են։ Հիշում եք ինչ անուններ էին տալիս մինչև 2018 թիվը։ Մի հատ փորձեք նայեք, քանիսն են որ տեղավորվել են, քանիսն են, այնպես որ այս ամեն ինչը նույնիսկ եթե ինչ որտեղ իրավական գործընթաց է, սա կիրառվում է ընտրողաբար, սելեկտիվ։ Պարոն Քոչարյան, խոսեցիք ժողովրդի մոտ ի հայտ եկած հարցադրումից, թե ի վերջո ձեր ընտանիքին, Քոչարյան ընտանիքին, որտեղից այդքան գույք, չեք կարծում, որ օբյեկտիվ հարցադրում է պարոն Քոչարյան։ Նաև երեք վարչապետը ներողություն։ Պատասխանեմ ուզում եք հետո շարունակենք։ Հիմա այդ օբյեկտիվ հարցադրումը ստանալու համար ես որտեղ դա պետք է անեմ։ Այստեղ այն ամբիոնից որտեղ։ Դրա համար ընդունել են օրենք, որը ամեն դեպքում կարծիքով հակասահմանադրական է, բայց ինչ որ այդ օրենքը կա, այդ օրենքի հիման վրա հարուցել են գործ, որը հիմա գտնվում է դատարանում, որը դռնբաց է։ Հիմա այդ դատարանն է այն տեղը, նու գոնե օրենքի իմաստով այդպես պիտի լինի։ Այդ դատարանն է այն տեղը, որտեղ ես պետք է գնամ բացատրեմ, այս ինչը որտեղից, այս մյուսը։ Հիմա իրանք դրան չեն սպասում, իրանք դա չեն ուզում, որովհետև իրանք պետք է աղմուկը։ Այսինքն բերել են, չէ, այդ նույն ընտրողաբար կլինի, ինչ կլինի, այդ գործը հասցրել են դատարան։ Դուք ապօրինի գույքի Այսինքն իհարկե այս ամեն ինչով ապօրինի գույքի օրենքը նկատի ունեմ։ Այս ամեն ինչը դատարանում, այսինքն դա այնտեղն է, որտեղ օրենքի իմաստով ես պետք է այդ ձեր ասած հարցերի պատասխանը տամ նաև թե ժողովրդին, թե դատարանին, թե դատախազությանը։ Հիմա այս ամեն ինչի իմաստը ո՞րն է։ Տարել է գործը դատարան ու նաև ինձ թվում է հատուկ են այնքան ձգում, որ ամեն անգամ այսպես չհաստատված ու չհերկված տեղեկությունները, այսպես որակեմ, հա,
փորձեն այս ամբիոնից տարբեր լրատվականներում սրա մասին խոսեն, սրա շուրջ աղմուկը միշտ լինի, մարդկանց միշտ գրգռեն այս ամեն ինչով, որովհետև երբ որ իշխանությունը իր հիմնական գործը տապալում է, երկրի անվտանգությունը մնացած հարցերում ստիպված այ նման բաներից պետք է խոսա անընդհատ, որ ինքը միշտ ինչ որ պայքարում է մի հատ ավելի մեծ ինչ որ բանի դեմ, արտաքին ուժեր մնացած դրա համար է։ Իհարկե, նաև դրա համար։ Տեսեք, բանակում արդեն քանի ինքնասպանության բան դեպք ա եղել կամ սպանության դեպքեր են եղել իրենց ասելով խաղաղ պայմաններում։ Հիմա այս ամեն ինչը մնացածը Տիգրանաշենի հարցում է։ Եկեղեցու հետ կապված այս լկտի հարձակումները կան, Ադրբեջանից անընդհատ չդադարող պահանջները ու այս ամեն ինչի ֆոնին իհարկե իրանք պետք է այս ամեն ինչից խոսեն, որովհետև ժողովրդին պետք է ապահովել տեսարաններով։ Իրենք իդեպ նաև ասում էին մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պահած բանակները հակադարձ։ Իսկ քարտեզը տեսել են, քարտեզը տեսել են, ինչ քարտեզ են ունեցել։ Պարոն Քոչարյան, բայց հստակ հարցադրում է անում Նիկոլ Փաշինյանը, ինչու եք դուք միլիոնատեր։ Որովհետև նախ քիչ առաջ ասացի, այդ ամեն ինչի հետ կապված, ասել եմ, կա գործ, որի շրջանակներում ամեն ինչ կոպեկ առ կոպեկ երևալու է եւ ցույց է տրվելու, բայց ինչի ենք, որովհետև վաղ հասակից եղբայրս ինչ որ տարեկից ես զբաղվել ենք բիզնես գործունեությամբ։ Սա չի եղել օրենքից դուրս։ Ես չգիտեմ ինքը ինչ թվեր ասում, անկեղծ իրանց թվերը ոնց են հաշվում, ես միլիոնատեր չեմ եղել 20 Շատ հեռու եմ եղել միլիոնատեր լինելուց։ Հիմա այս ամեն ինչը, որ ինքը հարցնում է, սրա համար կա իրավական ճանապարհ, որ իրավական ճանապարհը իրանք այդ հարցադրումը արեն։ Իհարկե այնտեղ էլ շատ այսպես ապօրինի շատ բան, բայց այս է այդ հարցի պատասխանը։ Ես հիմա չեմ կարող այստեղ գամ, նստեմ 2 ժամ, նստեմ բացատրեմ ինչը ոնց, որ իրանք էլ ըստ դրա հետո փորձեն գնա դատարանում, ըստ դրա հարմարացնեն, փորձեն, որովհետև արդար գործընթաց չի սա, այսպես որ իրանք միլիոնատեր դարձել։ Ես անկեղծ չգիտեմ, գիտեք, կա ինչ որ ընդհանրապես ոնց են հաշվում։ Օրինակ այստեղ գալիս շուրթվեր են, չէ՞, ասում։ Ես գաղափար չունեմ այդ ինչ ձևով են հաշվում, ոնց են ասում։ Այսինքն դու պայմանական ունես ինչ որ գույք կամ ինչ որ ընկերության մեջ մասնաբաժին, որը ժամանակի հետ կարող է իր արժեքը բարձրանում։ Ես չես նստում դու ամեն օր հաշվում քո ինչ որ մասնակցություն ընկերությունում այդ պահի դրությամբ ինչ արժեք է իրանից ներկայացում։ Դրա համար ես դժվարում եմ այդ հարցի պատասխանել։ Իսկ մնացածը ինչ կա ինձ մոտ կոնկրետ հայտարարագրված է, այստեղ ոչ մի բան չկա, այս զգացում։ Երբ որ արդեն